Դուք գիտեք, որ դուք չեք կարող մեկին անիցեք, որին Աստված չի անիցել։ Լսում եք։ Դուք մտածում եք, որ ես չեմ ասում, ես անիծում եմ քեզ, թաղեմ քեզ։ Ուրեմն ես չեմ անիծեմ։ Դուք գիտեք, անեծքը այդ ձև չի լինեմ։ Որ մտածում եմ, թե ես քեզ անիծում եմ քո ամենալավն ու վատը, տակից, գլխից, կողքերից, ցեղով, ազգով, սաղին պլանում եմ։ Չէ, դուք սխալվում եք, դա չի անեծքը։ Բաղը վարձկով բռնվեց բաղակից եւ ասեց գնա անիծի Իսրայելը ինձ համար։ Աստված ասեց ես չեմ կարող անիծեմ Իսրայելը։ Նրա մեջ հանցանք չկա, հասկանում եք։ Դուք չեք կարող մեկին անիծեք, որի մեջ հանցանք չկա։ Գիտեք դուք դրա մասին։ Նորից եմ ասում, դու չես կարող անիծել մեկին, ում Աստված չի անիծում։ Երբ փորձում ես անիծել մեկին, ում Աստված չի անիծել, անեծքը հետ է վերադառնալու քեզ։ Անեծքը վերադառնալու է քեզ, եթե նրա մեջ ոչինչ չեղավ։ Զգուշ մնացեք։ Անիծելու աչք ու ձախ իրավունք չունեք, սրան նրա։ Երբ որ դու չես բարեխոսում, ուրեմն դու անիծում ես, չարախոսում ես, քննադատում ես։ Բաղակը Մովաբի թագավորն էր։ Եվ իր մոտ ընդունեց բաղին աշխատանքի, թվոց 23-ի 5-ը։ Եվ ասեց գնա եւ անիծի ինձ համար։ Թվոց 23:5 խոսք։ Եթե քո մոտ Աստծո վախը 3 րոպե է տևում ու անցնում ու կորչում ու մոռանում ես, ես քեզ խորհուրդ կտամ աղոթի, որ Տերը քեզ տա իր սուրբ երկյուղը։ Սուրբ երկյուղը 5 խոսք։ Եվ Տերը Բաղամին բերանը խոսք դրեց ու ասեց. դարձիր Բաղակին եւ ասա այսպես։ Եվ նա էլ դարձավ եւ ահա նա իր ողջակեզի մոտ կանգնած էր, ինքն էլ Մովաբի բոլոր իշխանները։ Եվ այս առակը սկսեց ասել Մովաբի թագավորը Բաղակին. ինձ Արամեն, արևելյան լեռից բերեց այստեղ ասելով. եկուր Հակոբը անիծիր, արի Իսրայելին նզովիր, բայց Աստծո չանիծվածը ինչպես անիծեմ, կամ Տիրոջ չնզովածը ինչպես նզովեմ։ 12 խոսքը մինչև Հակոբին, եւ որովհետեւ ապարաժների գլխից եմ տեսնեմ, բլուրների վրայից եմ նայեմ, այս ժողովուրդը առանձին ապրեմ, այս ժողովուրդը զատված ապրեմ մեղքից, ես վերևից եմ տեսնեմ, վերևից Բահաղը տեսնում էր այս տեսարանը, Բահաղը տեսնում էր այս տեսարանը, խաչն էր տեսնում իր ժողովրդի վրա, որովհետև Իսրայելը խաչաձև էր եւ ասեց այս ժողովուրդը զատված ապրեմ, առանձին ապրեմ եւ մեղքի հետ չի խառնվում, անօրենության հետ չի խառնվում։ Հակոբի փոշին ով կարա հաշվի, թե ինչքան շատ են նրանք այսինքն։ Եվ Իսրայելի քառորդը ով կարող է հաշվել, թող իմ անձս արդարների մահով մեռնի, իմ վախճանս նրանց վախճանի պես լինի։ Եվ Բաղակը ասեց Բաղամին, այսինչ արեցիր ինձ, թող Տերը քեզ այսպես անի, որ դու չկարողանաս անիծես այնինչ որ Աստված չի անիծել։ Ես քեզ բերի իմ թշնամիներիս անիծելու եւ ահա ուրիշ բան արեցիր, դու օրհնեցիր։ Բաղամը պատասխան տվեց եւ ասեց. ինչ որ Տերը իմ բերանս դնի, այն պիտի խուսամ, այն խուսալու հոգ պիտի տանեմ միայն։ Տերը չի անիծում այն, ինչ որ դու ես անիծում։ Ինչպես անարգեմ
Ինչպես անարգեմ, որ Տերը չի անարգել, ինչպես անիծեմ, որ Տերը չի անիծել, երբ փորձում ես անիծես նրան, որ Տերը չի անիծել, դուք եք անեծքի տակ ընկնում։ Աբրահամ, ես քեզ կորտնեմ, քեզ օրհնողներին կորտնեմ։ Քեզ օրհնողներին կորտնեմ։ Եստեր 6-րդ գլուխ։ Եստեր 6-րդ գլուխ։ Առաջի խոսքը։ Երբ որ գտնես ասա ամեն։ Այն գիշեր թագավորի քունը փախավ ու հրամայվեց, որ դիպվածներ պատմող հիշատակի գիրքը բերեն ու թագավորի առաջ կարդան։ Նկատեցիք ինչ որ կարդացի։ Նկատեցիք ինչ կարդացի։ Այն գիշեր, ասա այն գիշեր, թագավորի քունը փախավ։ Ես մի բան եմ ասում ձեզ տեղ։ Ահա թագավորի քունը թե ինչի համար փախավ։ Աստված երբեք չի քնում քեզ համար։ Աստված երբեք չի քնում։ Թագավորի քունը փախավ, չկարողացավ քնել։ Թագավորը չկարողացավ քնել, որպեսզի ինքը պաշտպանի քեզ։ Եվ ոչ միանեց քո դեմ չի կարող աշխատել, որովհետև ահա Համանը որոշել էր սպանել հրյամուրդքեին եւ ահա թագավորի քունը գնաց։ Աստված չի քնում ժողովուրդ, որպեսզի պաշտպանի ինձ ու քեզ Hamanից։ Եվ Աստված ուզում է օրհնել եւ պաշտպանել քո իրավունքը։ Աստված ուզում է պաշտպանել քո իրավունքը եւ ինչ նրանք կարող են քեզ համար կախաղանի փոս փորեն, որպեսզի կախաղանը մեխեն այդ փոսի մեջ, իրանք պիտի կախվեն։ Աստված եթե չի անիծել քեզ, բոլոր դավադրությունները ետ են վերադառնալու Hamanներին։ Աստված չի քնի, որպեսզի ձեզ անվտանգություն պաշտպանի, ապահովի, որպեսզի դուք ապրեք։